Ինչպես հովիվը թագավոր դարձավ։ Լատիշական հեքիաթ։ Լինում է չի լինում մի տղա։ Նրա հայրն ու մայրը վաղուց մահացել էին, և խեղճ տղան մենակ թափառում էր աշխարհում։ Վերջապես հովիվ է վարձվում մի հարուստ մարդու մոտ։ Հարուստը խոստանում է մի տարի աշխատելու դիմաց տալ նրան 5 տալլեր, բայց հենց որ տարին լրանում է, քշում է տղային, ոչ մի գրոշ չտալով։ Խեղճ տղան դառը լաց լինելով գնում է։ Մի ուրիշ հարուստ է նրան հանդիպում։ «Ինչու ես լաց լինում, այ տղա», հարցնում է նա։ «Բա ոնց լաց չլինեմ։ Աղան մի տարի աշխատացրեց, հետո էլ վռնդեց, մի տալլեր անգամ չտալով»։ «Դե լավ, լաց մի լինի», մխիթարում է նրան հարուստը։ «Արի ինձ մոտ, ես քեզ տարեկան 10 տալլեր կտամ»։ Մի տարի տղան աշխատում է նրա մոտ, բայց հենց որ տարին լրանում է, այս հարուստն էլ է քշում նրան, ոչ մի գրոշ չտալով։ Նորից խեղճ տղան գնում է ու դառը լաց լինում։ Երրորդ հարուստին է հանդիպում։ «Այ տղա, ինչու ես լաց լինում»։ «Բա ոնց լաց չլինեմ։ 10 տալլեր վաստակեցի աղայի մոտ մի տարի աշխատելով, բայց նա ինձ վռնդեց ու ոչ մի գրոշ չտվեց»։ «Դե լավ, լաց մի լինի», մխիթարում է նրան հարուստը։ «Արի ինձ մոտ աշխատիր, ես քեզ 15 տալլեր կտամ»։ Տղան մի տարի աշխատում է նրա մոտ, բայց հենց որ տարին լրանում է, հարուստը նորից քշում է նրան ու ոչ մի գրոշ էլ չի տալիս։ Շատ է վշտանում տղան։ Գնում է ճանապարհով ու դառը լաց լինում։ Մեկ էլ հանդիպում է նրան մի պարոն։ Հարցնում է. «Ինչու ես լաց լինում, այ տղա»։ «Բա ոնց լաց չլինեմ։ 3 տարի աշխատեցի 3 տարբեր հարուստների մոտ, ու նրանցից ոչ մեկը ինձ մի գրոշ էլ չտվեց»։ Պարոնը խղճում է տղային, նստեցնում է նրան իր կառքը, տանում իր դղյակն ու ասում. «Ես քեզ քո ուզածի չափ փող կտամ, աշխատանքդ էլ ծանր չի լինի, բայց թե պիտի չանես այն, ինչ ես քեզ չեմ հրամայել»։ Մյուս օրը պարոնը տղային տանում է նկուղ, որտեղ կային 3 մեծ կաթսա։ Ասում է. «Ես 3 օրով պիտի մեկնեմ, իսկ դու հետևիր, որ այս կաթսաների տակի կրակը չհանգչի, որտեղ ուզում ես դղյակում ման արի, ամեն տեղ նայիր, բայց տես հա, ջրհորին չմոտենաս, թե չէ վատ կլինի»։ Առաջին օրը ամեն ինչ լավ է անցնում, իսկ երկրորդ օրը ձանձրանում է տղան և որոշում է նայել դղյակը։ Հետո էլ նայում է, թե կաթսաների մեջ ինչ կա, ու տեսնում է այնտեղ նստած են այն 3 աղաները, որոնք իրեն խաբել էին։ Տղան ավելի շատ փայտ է գցում կաթսաների տակ, կրակը այնպես է բորբոքվում, իսկ աղաներն էլ ահավոր վայնասուն են գցում։ Երրորդ օրը տղան հիշում է ջրհորի մասին և հանգիստը կորցնում։ Ախր շատ էր ուզում տեսնել այդ ջրհորը։ Դիմանում է խեղճը, դիմանում, բայց ի վերջո վազում է ջրհորի մոտ։ Նայում է ջրհորի մեջ, մութ է, ոչինչ չի երևում։ Ձեռքը մտցնում է, թաց է։ Իսկ երբ ձեռքը հանում է ջրից, տեսնում է, որ մատն արյունոտ է։ Ինչ անի։ Ինչքան էլ որ մատը լվանում է քերում, արյունը չի անցնում։ Շուտով պարոնը վերադառնում է ու հարցնում. «Ամեն ինչ իմ ասածի պես ես արել»։ Նայում է 4 կողմը։ Ամեն ինչ տեղը տեղին հավաքված է։ Բայց հենց որ աչքն ընկնում է տղայի վրա, տեսնում է, որ մատն արյունոտ է։ Իսկույն գլխի է ընկնում, որ նա նայել է ջրհորի մեջ։ Պարոնը շատ է բարկանում տղայի վրա ու ծեծում է նրան։ Այդպես ապրում են նրանք։ Տղան հավատարմորեն ծառայում է պարոնին։
ամեն կերպ աշխատում է նրա սիրտը շահել։ Մի անգամ պարոնը նորից ասում է. «Ես պիտի 3 օրով մեկնեմ, տես հա, որ կաթսաների տակ կրակը չհանգչի, դու կարող ես ամբողջ դղյակում ման գալ, բացի մի սենյակից, եթե մտնես այդ սենյակը, վատ կլինի»։ Պարոնը մեկնում է, տղան մնում է մենակ։ Ինչպես աղան պատվիրել էր, այդպես էլ անում է։ Բայց դե նրան հանգիստ չի տալիս այն սենյակը, ուր ինքն իրավունք չուներ մտնելու։ Առաջին օրը դիմանում է, երկրորդ օրը դիմանում է, իսկ երրորդ օրը արդեն չի կարողանում իրեն զսպել։ Ներս է մտնում այդ սենյակն ու տեսնում է կանգնած է մի գեղեցիկ ձի։ Ձիու առաջ դրված են 2 մոմ, իսկ ետևում վարսակ։ Տղան մտածում է. սա ինչ բան է, ձին չի կարող վարսակն ուտել։ Փոխում է մոմերի ու վարսակի տեղերը։ Ձին հարձակվում է վարսակի վրա, միանգամից ուտում բոլորը, հետո էլ ծանր հառաչում ու ասում տղային. դե տղաս, հիմա քո բանը բուրդ է։ Եթե պարոնն այսօր վերադառնա, ես ու դու կենդանի չենք մնա։ Տղան սարսափում է ու խնդրում ձիուն. դե խորհուրդ տուր, ինչ անենք, որ փրկվենք։ Ձին պատասխանում է. մենք փրկության միայն մի ճար ունենք։ Եթե ուզում ենք ողջ մնալ, պիտի փախչենք։ Բայց նախ փորձիր վերցնել դիմացի պատից կախված մեծ սուրը և դրանով կտրիր իմ շղթան։ Տղան փորձում է սուրը վերցնել, բայց չի կարողանում տեղից շարժել։ Այդ ժամանակ ձին ասում է նրան, որ մի կում ջուր խմի անկյունում դրված շշից։ Տղան ջուրը խմում է և հիմա արդեն կարողանում է սուրը տեղից շարժել, բայց բարձրացնել ու վերցնել դարձյալ չի կարողանում։ Ձին ասում է նրան, որ մի կում էլ խմի։ Դրանից հետո տղան կարողանում է պատից իջեցնել սուրը, բայց հիմա էլ չի կարողանում շղթան կտրել։ Ձին ասում է, որ 3-րդ կում ջուրն էլ խմի։ Տղան նորից է մի կում խմում և մի հարվածով կտրում է ձիու հաստ շղթան։ Հիմա վերցրու թամբը, ասում է ձին, թամբիր ինձ ու հեծիր, բայց նախ վերցրու պարոնի սեղանի վրա դրված սանրը, պարոնի գլխատակի թաշկինակը և մահճակալի տակ դրված շիշը։ Տղան դրանք վերցնում է և ձիուն բակ դուրս բերում, բայց թե ոնց նստի ձիու վրա, չգիտի, ախր ձին շատ մեծ ձի էր, և խեղճ տղան ոչ մի կերպ չէր կարողանում նրա վրա բարձրանալ։ Ձին ասում է տղային. բարձրացիր մեծ քարի վրա ու սպասիր, հենց որ ես անցնեմ կողքովդ, թռիր մեջքիս։ Տղան այդպես էլ անում է, բայց չի կարողանում թռչել ձիու մեջքին, գետնին է ընկնում։ Երկրորդ անգամ է ձին վազում տղայի մոտով, տղան դարձյալ չի կարողանում թռչել նրա մեջքին։ Իսկ հենց այդ ժամանակ էլ անտառը սկսում է աղմկել, պարոնն է տուն վերադառնում։ Տղան ու ձին վախից չեն իմանում ինչ անեն։ Երրորդ անգամ է ձին սլանում քարի մոտով և գոռում է. եթե հիմա էլ չթռչես իմ մեջքին, երկուսս էլ կորած ենք։ Տղան հավաքում է բոլոր ուժերն ու թռչում ձիու մեջքին։ Ձին քամու պես սուրում է, ծառերը կռանում են, երբ ձին սլանում է նրանց մոտով, իսկ ջրափոսերը ցամաքում են նրա սմբակներից։ Սլանում են նրանք, սլանում, մեկ էլ լսում են, անտառն ավելի է աղմկում։ Ձին ասում է. վայ, պարոնն ընկել է մեր ետևից։ Մի քիչ էլ են առաջ գնում, իսկ պարոնը, որը սատանան էր, արդեն համարյա հասնում է նրանց։ Այդ ժամանակ ձին ասում է տղային. սանրը ցած գցիր, թե չէ կորած ենք։ Տղան սանրը շպրտում է և նույն ակնթարթին այնպիսի մի խիտ անտառ է գոյանում, որ սատանան չի կարողանում նրա միջով անցնել։
Նորից է նա փորձում անցնել անտառի միջով, բայց միայն կաշին է քերթում։ Վազում է տուն, գերանդին բերում է և սկսում է անտառը հնձել։ Մի 2 անգամ խփում է գերանդիով և լայն արահետ բացում։ Ու նորից շարունակում հետապնդել փախստականներին։ Ձին ամբողջ թափով սլանում է, բայց հո չի կարող սատանայից փախչել։ Էլի քիչ է մնում, որ սատանան հասնի։ Այդ ժամանակ ձին ասում է. «Թաշկինակը գետնին գցիր, թե չէ կորած ենք»։ Տղան թաշկինակը ցած է գցում, և իսկույն նրանց ետևում գոյանում են վիթխարի ժայռեր։ Սատանան փորձում է ժայռերի միջից դուրս գալ, բայց միայն ճանկերն է ջարդում։ Նորից վազում է տուն, քլունգը բերելու։ Բերում է քլունգն ու սկսում ժայռերը ջարդել։ Վերջապես իր համար ճանապարհ է բացում և նորից ընկնում փախստականների ետևից։ Կատաղությունից սատանան կապտում է, սուրում է հողմի պես։ Շուտով տղան լսում է, որ անտառը դարձյալ սկսում է ուժգին աղմկել և հասկանում է, որ սատանան հասնում է իրենց։ Ձին նորից է ասում տղային. «Թափիր շշի միջի ջուրը, զգույշ կբացես, որ հանկարծ չթափվի իմ ու քո վրա»։ Իսկ վախից տղայի ձեռքերը հո չեն դողում, ու ջուրը թափելիս հանկարծ մի 2 կաթիլ թռցնում է ձիու ետևի ոտքերի վրա։ Նույն վայրկյանին մի մեծ ծով է գոյանում նրանց ետևում, բայց դե ձին էլ կիսով չափ ջրի մեջ է լինում։ Տղան վախենում է, որ հիմա կխեղդվեն, բայց ձին ինչքան ուժ ունի, հրում է ետևի ոտքերով ու դուրս պրծնում ջրից։ Իսկ սատանան մնում է ծովի այն կողմում ու քիչ է մնում կատաղությունից պայթի, բայց թե ոչինչ չէր կարող անել, չի կարող լողալով անցնել ծովը, թքում է ու ետ վերադառնում։ Լավ, մենք փրկվեցինք սատանայից, բա հիմա ինչ պիտի անենք։ Մտածում է տղան, շատ է մտածում, բայց ոչ մի բան չի կարողանում գտնել։ Այդ ժամանակ ձին ասում է. «Արի դու քո ճամփով գնա, ես իմ։ Հենց որ քեզ մի բան պետք կա, կանչիր ինձ։ Առաջին անգամ կանչիր արծաթե ձիուն, երկրորդ անգամ ոսկե ձիուն, երրորդ անգամ կանչիր ադամանդե ձիուն, իսկ չորրորդ անգամ սև ձիուն»։ Այդ ասելով ձին ծարս է լինում և հողմի պես սուրում։ Տղան մնում է մենակ, գնում է ուր աչքը կտրի։ Շատ է գնում, թե քիչ, վերջապես հասնում է մի թագավորական պալատի։ Որոշում է այստեղ աշխատանքի անցնել։ Մտածում են, թե ուր տեղավորեն նրան։ Որոշում են թող ջուր կրի, իսկ տղային ինչ կհրամայեն, այն էլ կանի։ Սկսում է ջուր կրել։ Այդ երկրի թագավորը մի գեղեցկուհի աղջիկ է ունենում։ Աշխարհի բոլոր կողմերից փեսացուներ են գալիս նրան ուզելու, բայց աղջիկը բոլորին մերժում է։ Աղջկա ձեռքը խնդրելու է գալիս նաև հարևան թագավորության թագաժառանգը, բայց աղջիկը նրան էլ է մերժում։ Զայրանում է թագաժառանգը և պատերազմ հայտարարում։ Ինչ անեն ծեր թագավորի զինվորները։ Ոնց կարող են կռվել ջահել թագաժառանգի զորքի դեմ, բայց դե որ պատերազմ է, ուրեմն պիտի կռվեն։ Բոլորը պատերազմի պատրաստություն են տեսնում։ Միայն ջրկիրը ոչ մի բանի չի խառնվում։ Լճից ջուր է կրում և գորտերին վախեցնում։ Մարդիկ ծիծաղում են նրա վրա, իբր տղան ցնդել է, իսկ նա պատասխանում է, թե ինքն էլ է կռվի պատրաստվում։ Շուտով բոլորը պատերազմ են գնում, իսկ ջրկիրը մնում է տանը։ Մեկ էլ թագավորը լուր է ստանում, որ իր զորքը կոտորվել է և ուրեմն ինքը ստիպված կլինի խոնարհվել թշնամու առաջ։ Այդ լուրերը ջրկիրիներ են հասնում։ Կանչում է նա արծաթե ձիուն և գնում կռվի,
ճանապարհին կայծակի պես շողշողալով անցնում է թագավորի աղջկա պատուհանի մոտով։ Թշնամիները հենց որ տեսնում են արծաթե հեծյալին, վախից դեսուդեն են փախչում։ Իսկ տղան ընկնում է նրանց ետևից ու կոտորում ոնց որ գորտերին կկոտորեր։ Ջարդում է թշնամուն ու թագավորի զորքը տուն դարձնում։ Վերադառնում են տուն, նայում են, իսկ արծաթե հեծյալը չկա։ Այդպես էլ ոչ ոք չի իմանում, թե դա ով էր ու ուր անհետացավ։ Միայն թագավորի աղջիկը գիտեր, որ նա հենց ջրկիրն էր, որը դարձավ արծաթե հեծյալ, բայց ոչ ոքի ոչինչ չի ասում։ Ամբողջ երկրով մեկ փնտրում են, բայց ոչ մի տեղ չեն գտնում արծաթե հեծյալին։ Որոշ ժամանակ հետո հարևան թագաժառանգը նորից է պատերազմ հայտարարում։ Ինչ արած։ Նորից բոլորը պատրաստվում են կռիվ գնալ։ Իսկ տղան իր համար ջուր է կրում լճից եւ իհարկե գորտերին վախեցնում։ Մարդիկ էլի ծիծաղում են նրա վրա. «Այ քեզ կտրիճ», իսկ տղայի հեչ պետքն էլ չի։ Շուտով բոլորը կռիվ են գնում։ Ջրկիրն էլ կանչում է ոսկե ձիուն ու նորից կայծակի պես շողշողալով սլանում է թագավորի աղջկա պատուհանների տակով։ Հարևան թագավորի զորքը հենց որ հեռվից տեսնում է ոսկե հեծյալին, վախեցած դեսուդեն են փախչում բոլորը, իսկ տղան էլ ընկնում է նրանց ետևից եւ աջ ու ձախ կոտորում։ Թագավորի զորքը հաղթանակած տուն է դառնում եւ սկսում փնտրել ոսկե հեծյալին։ Բայց դե որտեղից նրան գտնես։ Ախր ոսկե հեծյալը լճի մոտ գորտերին է քշում։ Միայն թագավորի աղջիկը գիտի, թե նա ով է, բայց նորից ոչ ոքի ոչինչ չի ասում։ Մի որոշ ժամանակ հետո հարևան թագաժառանգը նորից է պատերազմ հայտարարում։ Նրա զորքն այս անգամ շատ ավելի մեծ է լինում, քան նախորդ անգամները։ Լսում են թագավորությունում այդ մասին, շատ են վախենում ու չգիտեն ինչ անեն։ Ինքը թագավորը գլուխը կորցնում է, իսկ աղջիկը հանգստացնում է նրան։ Ասում է, որ այս անգամ էլ նույն հեծյալը կօգնի իրենց։ Այս անգամ թագավորն էլ է գնում կռվի դաշտ։ Շատ էր ուզում իր աչքով տեսնել քաջ հեծյալին։ Ամեն ինչ նորից առաջվա պես է լինում։ Բոլորը գնում են կռվի, իսկ ջրկիրը մնում է տանը։ Հենց որ ջրկիրը մենակ է մնում, կանչում է ադամանդե ձիուն ու կայծակի պես շողշողալով սլանում թագավորի աղջկա պատուհանի մոտով։ Թագաժառանգի զորքերն արդեն գրեթե ջարդել էին թագավորի զորքին, բայց ահա հայտնվում է ադամանդե հեծյալը, ու թագաժառանգի զորքերը գորտերի պես փախչում են դես ու դեն։ 1-2 ու ադամանդե հեծյալը կոտորում է բոլորին։ Թագավորի զորքը պատրաստվում է տուն վերադառնալ։ Իսկ թագավորը որոշում է բռնել ադամանդե հեծյալին։ Եվ երբ հեծյալն անցնում է նրա մոտով, թագավորը նրա վրա է շպրտում իր նիզակը։ Նիզակը կպչում է հեծյալի ոտքին։ Նիզակը կոտրվում է, իսկ սուր ծայրը խրվում մնում է հեծյալի ոտքի մեջ։ Ադամանդե հեծյալը նորից անհետանում է։ Ինչ արած։ Թագավորի զորքը ետ է դառնում առանց ադամանդե հեծյալի։ Իսկ տանը աղջիկն ասում է հորը. «Եթե դու գտնես ադամանդե հեծյալին, ես կամուսնանամ նրա հետ, ու էլ ոչ մի թշնամի քեզ չի սպառնա»։ Թագավորը շատ է ուզում գտնել հեծյալին եւ խոստանում է նրան տալ իր ամբողջ թագավորությունն ու աղջկան, բայց հեծյալը չի հայտնվում։ Թագավորի աղջիկը գիտեր, թե ով է հեծյալը, բայց դե ոնց ինքը գնա ու ասի, թե ուզում է ամուսնանալ ջրկիրի հետ։ Այդ ժամանակ թագավորը սուրհանդակներ է ուղարկում երկրով մեկ ու հայտարարում, որ իր աղջկան կնության կտա եւ միաժամանակ իր թագավորությունն էլ կտա նրան,
ով որ իրեն փրկել է հարևան թագաժառանգից։ Ամեն տեղ փնտրում են Ադամանդե հեծյալին, բայց չեն գտնում։ Թագավորը մի ծառա է ունենում։ Սա որոշում է, որ եթե հեծյալը չի հայտնվում, ինքը ինչու չդառնա թագավորության փրկիչը։ Գալիս է թագավորի մոտ ու ասում, որ ինքը անհարմար էր զգում փեսացու հայտնվել, բայց դե թագավորություն փրկողը հենց ինքն է։ Դե որ փրկիչը հայտնվեց, թագավորի աղջիկն էլ պիտի նրա կինը դառնա։ Թագավորը պատրաստվում է հարսանիքի։ Հյուրեր է հրավիրում իր ողջ թագավորությունից։ Բոլորն ուրախանում են, միայն թագավորի աղջիկն է տխուր։ Հարսանիքից մի օր առաջ նա սկսում է հոնգուր լաց լինել։ Թագավորը չի հասկանում, թե ինչ է պատահել։ Հարցնում է. ինչու ես լալիս աղջիկս։ Ախր ինչպես լաց չլինեմ, երբ որ իմ Ադամանդե հեծյալն էլ լաց է լինում ինձ հետ միասին։ Թագավորը հասկանում է, որ ծառան խաբել է իրեն։ Ուզում է ստուգել, իմանալ, թե ով է էլի լաց լինում։ Գնում է թագավորը, նայում է 4 կողմը, բայց բոլորին ուրախ է տեսնում։ Միայն իր աղջիկն է լաց լինում։ Դուրս է գալիս այգի զբոսնելու և տեսնում է ջրկիրին։ Տղան նստել էր լճի ափին ու հոնգուր լաց էր լինում։ Այստեղ թագավորը գլխի է ընկնում, թե ով է Ադամանդե հեծյալը։ Թագավորը մոտենում է տղային ու տեսնում, որ նա լվանում է ոտքը ու վերքից հանում իր նիզակի սայրը։ Թագավորը բռնում է տղայի ձեռքից, մտնում նրա հետ դահլիճ և բոլորին ասում. չգիտեմ հիմա ինչ անեմ, 2 թագավոր են հայտնվել ինձ մոտ, մեկը վաստակել է թագավոր դառնալու պատիվը, բայց չի խոստովանում, իսկ երկրորդը չի վաստակել, բայց ուզում է թագավոր դառնալ։ Նրանցից որին դարձնեմ թագավոր, որին պատժեմ։ Բոլորը միաբերան բացականչում են, որ թագավորը պետք է դառնա նա, ով արժանի է այդ պատվին, իսկ մյուսին պետք է կապել վայրի ձիու պոչից ու բաց թողնել սարերն ու անտառները։ Նույն պահին հայտնվում է սև ձին, որ տղային փրկել էր սատանայից։ Ծառային կապում են այդ ձիու պոչից և ձին կատաղածի պես սլանում է։ Այդպես պատժում են ծառային, իսկ ջրկիրին դարձնում թագավոր։ Ու թագավորի աղջիկն այլևս լաց չի լինում։ Ուրախությունից չի իմանում ինչ անի, որ գտավ իր սիրեցյալին։ Իսկ ձին վերադառնում է ու չի հեռանում ջահել թագավորի մոտից։ Խնդրում է նրան. եթե դու իմ լավն ես ուզում, սպանիր ինձ։ Երիտասարդ թագավորը ոչ մի կերպ չի համաձայնվում սպանել ձիուն, ախր շատ էր սիրում նրան։ Բայց ձին այնպես էր աղաչում պաղատում, որ թագավորը մտածում է. նա ինձ այնքան լավություն է արել ու միշտ լսել է ինձ, ինչպես կարող եմ նրա ուզածը չանել։ Թափահարում է սուրը և կտրում ձիու գլուխը։ Նույն պահին ձին դառնում է մի գեղեցիկ պատանի ու թագավորին պատմում է, որ սատանան էր իրեն ձի դարձրել, իսկ ինքը հարևան թագավորություններից մեկի թագաժառանգն է։ Խեղճ թագաժառանգը չգիտեր ինչպես շնորհակալ լիներ երիտասարդ թագավորից։ Հետո նա մեկնում է իր թագավորությունը, իսկ թագավորն իր գեղեցկուհի կնոջ հետ երջանիկ ապրում է մինչև այսօր, եթե իհարկե մի դժբախտություն չի պատահել նրանց։